Մահաբեր խողովակով են փորձել անցնել վանաձորցի քույրերն ու ընկել են գետը։ Ականատեսները պատմում են, որ նախ փոքր քույրն է սայթաքել, ընկել թաց խողովակից։ 13-ամյա քույրը փորձել է նրան հանել ջրից, ինքն էլ է ընկել։ Մամա ջան օգնի, բղավոցներ են լսել թաղամասում։ Այս երեխանց այդ պատճառը մենք ենք, այս մեր թաղավորն է, մեր քաղաքապետարանը, մեր համայնքապետարանը, որ այս թակարդը մինչև հիմա այս 40 տարի վերընկած թողել ենք։ Սա մեր անտարբերության ու մեր անխելքության պատճառով է։ Խնդրում եմ քաղաքապետարանին, կազմակերպեք այս խողովակը սորահեք ցուցասրահից հանենք ռադանենք։ Օրան բարեգործական կենտրոն են փորձել գնալ աղջիկները երկուշաբթի կեսօրից հետո։ Ինչու ամեն օրվա պես 50 մետր առաջ չեն քայլելու, կամրջով չեն գնացել կենտրոն, զարմանում են հարևանները։ Կարծում են աղջնակները վախեցել են շներից, որոնք շատ են այդ կամրջի մոտ, ու ավելի անվտանգ են համարել բարակ խողովակը հաղթահարելը։ Այնտեղ մի հատ տուն կա, այնտեղ էլ շատ շներ կան, երեխեքը վախում են, դաժե մենք մեծերս ենք վախում, որ այդ կամուրջով անցնենք։ Ստումա վախեցել են, դրա համար եկել են գրուպի վրով են անցնել։ Շատ կյանքեր է խլել Վանաձորի 3-րդ մասթաղամասի այս խողովակը, պատմում են քաղաքում։ Այն դեռ խորհրդային միության տարիներից կա, երբ ռուս բանվորները հարևանությամբ կամուրջ էին կառուցում ու դրանով էին անցնում գետը շինանյութ տանել բերելու համար։ Ինչու քաղաքային իշխանությունը այն չի հանել գետից, այդքան պատուհասած ողբերգություններից հետո էլ զայրանում են վանաձորցիները։ Էլ են երեխաներ ընկել, հղի կին անգել, մեծ մարդ անգել, մեծ կին անգել, մեկին էլ ալավերդի կթան, մահացողներ եղան։ Մի խոսքով այս առաջի դեպքը չի, որ այս խողովակի վրից գնում են գետը, խեղդվում են ու օրերով ընկած ջրահեղձեղած դիակ եք ման գալիս էլի։ Հիշում են, որ 90-ականներին 7 տարեկան մի տղա խողովակի վրայով անցնելիս ընկել էր գետը, խեղդվել Փամբակի ջրերում։ Երկուշաբթի գետն ընկած աղջնակներն ապրում էին նույն բակում, որտեղ 7 տարեկան տղայի հուշաքարն է։ Այն այս երեխեն ոք այսպես ետքեն նույն այդ տրուբի պանգություն, այդ նույն երեխեն այդ նույն տրուբի հանցանքն է։ Գիշերը տեսանելիության բացակայության պատճառով փրկարարները դադարեցրել են որոնումները։ Առավոտյան ավելի մեծ թվով են վանաձորցի կամավորների հետ սկսել Փամբակում գետի ափին փնտրել 7 եւ 13 տարեկան աղջիկներին։ Դեպքի վայրում, քանի որ աշխատում են նաեւ մասնագիտացված ջրասուզակ փրկարարները, կիրառվում են անընդհատ թռչող սարքեր, որևէ հուշող դեպքեր կամ նման նշաններ հայտնաբերելու ուղղությամբ, այս պահի դրությամբ որպես այդպիսին հստակ տեղեկատվություններ չունենք։ Կարմիր շորերով էր հյուսած մազերով գետնն ընկած աղջիկներից մեկը, ցավով պատմում է նրանց հարևանուհին։ Մազերը հյուսած աղջիկ էր, կարմիր շորերով, 2 հոգով։ Հա, երեք, դուս եկավ վազու վազ արեցին այստեղում, ես էլ վերևից նայում էի։ Շտապ օգնության խմբեր են հերթապահում այս շենքում, ծանր է 5 երեխաներին մենակ մեծացրած կնոջ վիճակը։ Հարթիկի գյուղերից էին 2 տարի առաջ տեղափոխվել Վանաձոր, Վարձով էին ապրում, մի քանի տեղ էր աշխատում երեխաների հոգսերը հոգալու համար։ 3 երբ անհետացել են աղջնակները, միայնակ մոր առաջին աշխատանքային օրն է եղել մի գործատուի մոտ։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։